Իրան-Իսրայել հակամարտության սրացման նոր փուլը բացասական ազդեցություն է թողնելու տարածաշրջանի եւ առանձին երկրների տնտեսությունների վրա։ Օրեր շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով նավթի եւ հեղուկ գազի գները միջազգային շուկայում շուրջ 10%-ով բարձրացան։ Այնուհետև որոշակի փոփոխության ենթարկվեցին պայմանավորված նրանով, որ Վաշինգտոնը Թեհրանին կհամոզի բանակցային սեղանի շուրջ նստել։ Մինչդեռ տեղի ունեցավ հակառակը՝ Միացյալ Նահանգները միացավ Իսրայել-Իրան առճակատմանը։ Այսօր առավոտյան արդեն իսկ նավթի գները 1.5%-ով բարձրացել են նախորդ շաբաթվա վերջի համեմատ։ Ոսկին ևս որոշակիորեն ընթացքում թանկացել է, բայց այսպես կտրուկ տատանում չի նկատվում, այնուամենայնիվ ոնց որ այդ միջազգային շուկաներում համոզված են, որ այնուամենայնիվ այս հակամարտությունը ի վերջո կհանգուցալուծվի։ Հիմնական ռիսկերը կախված են հակամարտության երկարաժամկետ լինելուց, ասում է տնտեսագետ Կարեն Սարգսյանը։ Ընդգծում էներգակիրների գները կտրուկ կփոխվեն, եթե Իրանը փակի Հորմուզի նեղուցը։ Նավթի համաշխարհային շրջանառության շուրջ 20%-ի եւ հեղուկ գազի 30%-ի պակասուրդ կնկատվի։ Եթե այդ նեղուցը փակվի, կարծում եմ նավթի գները ել ավելի կբարձրանան, այսինքն ոչ թե կլինեն 76, այլ մինչև 100 եւ ավել դոլար 1 բարելի դիմաց։ Այս պահին փաստացի դերևս կարծում եմ այդ նեղուցի փակման հարցը վերջնականապես չի լուծվել, քանի որ Իրանը ինքը այդ նեղուցի միջոցով է արտանում իրականացնում եւ սա նաեւ տնտեսապես խոցելի կդարձնի հենց Իրանին։ Էներգակիրների համաշխարհային գների բարձրացումը Հայաստանում դիզվառելիքի թանկացման կբերի։ Ռազմական բախումների շարունակվելու դեպքում բացի անվտանգային խնդիրներից նաև տնտեսական մարտահրավերների առաջ կկանգնենք։ Հայաստանի համար դա կհանգեցնի մեր տնտեսության մեջ նոր գնաճային, այսպես ասած, բանի ազդակների, որոնք հենց կազդեն ոչ միայն այդ էներգակիրների շուկայի, այլ նաև կածանցնեն պայմանային ապրանքների, եթե Իրանը, ասենք, ինքը լուրջ հակամարտության մեջ է եւ դա երկարատև ընթացք ունենա, ապա Հայաստանը, ասենք, ել ավելի ոնց որ շրջափակման մեջ կհայտնվի, քանի որ ասենք հարավային ուղղությամբ հիմնականում Իրանի տարածքով է, չէ՞, Հայաստանից տեղներ դուրս գալիս, եւ այստեղ եւս մենք խնդիր կունենանք։ Տնտեսագետը հակված չէ այն մտքին, որ փախստականների հոսքը դեպի Հայաստան տնտեսական աշխուժացման կբերի։ Իրանի տնտեսությունը մեծապես կախված է էներգակիրներից, քանի դեռ հակամարտությունը շարունակվում է, դժվար է գնահատել ամբողջական ազդեցությունը։ Ռմբակոծելով Իրանի 3 գլխավոր Ֆորդոյի, Նաթանզի ու Սպահանի միջուկային օբյեկտները, Միացյալ Նահանգները միացավ Իրան-Իսրայել հակամարտությանը։ Բոլոր կողմերը հաշվարկների մեջ են, կայնել են մի կողմ, տեսնեն ինչ ընթացք ունենա այդ պատերազմին, որ կողմի ուժային բալանսը որ կողմ կթեքվի եւ նոր որոշում կկայացնեն իրեն մասնակցեն, չեզոք մնան։ Արդեն 11 օր պատերազմի մեջ գտնվող Թեհրանը ըստ Իրանագետի միայնակ է մարտնչում։ Հիշելով Իրան-Իրաք երկարատև պատերազմը, Փույա Հուսեյնին ընդգծում է. համախմբվածության շնորհիվ երկիրը գնաց զարգացման ուղիով։ Հարկադրված պատերազմից իրենց պետությունը հաղթանակով դուրս կգա։ Մենք 30-40 տարի է հիբրիդային պատերազմի մեջ են ամենազաներ պատժամիջոցների տակ ենք երկիրը եւ տնտեսական պատերազմը տեղի ունեցել տարիներ շարունակ, կառուցական պատերազմ տեղի ունեցել տարիներ շարունակ, բայց մենք կարողացել ենք երկիրը դրենք անկախություն, երկրի համար կարողանանք զարգացում ապահովենք եւ այդ հիմա ինչ մակարդակով որ Իրան պատերազմում է, դա ցույց է տալիս, որ Իրանը ճիշտ ուղի է գնացել։ Ըստ փորձագետների, եթե ամերիկյան ներգրավվածությունն արդեն տեղի ունեցածով չավարտվի, ապա տարածաշրջանի համար հետևանքները գուցեև շատ ծանր լինեն։